Բարև հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գետրոնեն գաղորդենք լուրերը։ Հոյտը Հայաստանի Գերագույն մարմինը հրաբարագեց հաղորդակցությունը, նշելով, որ գործող իշխանությունը իրավաբահ համագարկը անխնագերբով գօգտագործե իր նպատակներուն իրագործման համար, ավելցնելով, որ իշխանություններուն գամակադար քննչական մարմինները սկսած են փերման ենթարկելու եւ հարցակնելու հոյտը անդամներ եւ համագիրներ, որոնք օրենքով սահմանված կարգով հոյտայի նվիրատվություններ կատարած են։ Հոյտա Գերագույն մարմինը միջազգային գազམ་ագերբություններեն եւ դիտորդական առաքելություններեն բանջեց դալ համարժեք եւ անաչառ քննադատական իշխող վարչախումբին նման կորձելավոճին, իսկ իրավաբահ մարմիններեն բանջվեցավ բահբանել սահմանադրության եւ գուսակցություններու մասին սահմանադրական օրենքին բանջները։ Հոյտը Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարեց, որ հոյտա բազմահազար անդամները, համագիրները եւ աճագիծները պիտի չընկրգին եւ պիտի չվախնան շինձու հարցակնություններեն եւ վճռականորեն պիտի շարունակեն պայքարը գործող վարչախումբին թեմ հանուն իրավական, ժողովրդավար եւ ապահով Հայաստանի։ Հայաստան խմբակցության ղեկավար ընտրվեցավ Աննա Գրիգորյանը, իսկ քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Ազգային ժողովին մեջ Հայաստան դաշինքը ունի 12 պատգամավորներ։ Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան, Սևակ Խաչատրյան, Արթուր Խաչատրյան, Քրիստինե Վարդանյան, Աղվան Վարդանյան, Քեղամ Մանուկյան, Ագնեսա Խամոյան, Լևոն Քոչարյան, Արթուր Սարգսյան, Լիլիթ Գալստյան եւ Մեսրոպ Մանուկյան։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան դաշինքի ընդրական ցանկին առաջին թիրքին վրա գտնվող Նարեկ Ղարաբեդյանի թեմ, որ պատգամավոր ընտրվեցավ, իբրև խափանման միջոց ընտրվեցավ երկրեն բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավ։ Ընդհանուր դատախազությունը հրաժարեցավ ներկայացնել է դատական գործին մանրամասնությունները։ Ընդրական գերչունական հանձնախումբը նախապես երկու օրդեված քննարկումներեն ետք համաձայնություն տվավ Նարեկ Ղարաբեդյանի դեմ մեղադրանք առաջադրվելուն, սակայն վերադարձուց ձայն գալանավորելու համաձայնություն տալու ընդհանուր դատախազության թիմումը։ Անհետ գործված զինվորներու ծնողներ կառավարության շենքին դիմաց կդարեցին փողոքի հավաքումը, թարմ դեղեցություններ պահանջելով իրենց զավակներուն ճակատագրին մասին։ Ծնողները, որոնք գտժգոհին կառավարության անկորձութեն են, նաև 7 օր ժամանակ տվին կառավարության այլապես ջերմակ տրոշներով պիտի ուղղվին Ադրբեջանի սահմանին վրա գտնվող Հակարիի կամուրջ գապ հաստատելու համար անհետ գործված զավակներ ունեցող ադրբեջանցիներու հետ, իրարու օգնելու փորձ կատարելով։ Արցախի բանակի հրամանատարի նախկին տեղակալ Զորավար Դավիթ Մանուկյան ադրբեջանական բանդեն թիմից Նիկոլ Փաշինյանի եւ զայն հորդորեց հստակ դիրքորոշում հայտնելու պատերազմական հայ գերիներուն առաջադրված այն մեղադրանքի նկատմամբ, թե Հայաստանն է, որ ծրագրած եւ նախապատրաստած է 44-օրյա պատերազմը։ Մանուկյան պահանջեց, որ Փաշինյան հանրության ներկայացնե իր դիրքորոշումը։ Աննշեց, որ եթե Փաշինյան լրություն պահե, ապա կնշանակե, որ համաձայն է ադրբեջանական գերց մեղադրանքներուն մեղսագից դառնալով։ Դերին է նշել, որ Իլհամ Ալիև բազմաթիվ առիթներով հրաբարակավ հայտարարած է, թե Բաքու որոշած է պատերազմի միջոցով լուծել այսպես կոչված իր տարածքներուն վերադարձի խնդիրը, գործի տնելով երկաթյա փռունցքը։ Անվերջերս ալ գրավյալ Մարտակերտի մեջ սպառնած վերստին գործածել այդ փռունցքը, եթե անհրաժեշտությունը զգացվի։ Միջազգային եւ համեմատական իրավունքի գետրոնի նախագահ եւ Արդարության եւ մարդու իրավունքներու հայկական գետրոնի դնորեն
Իրավապան Սիրանուշ Սահակյան հայտնեց, որ Բաքուի մեջ կերևարված Ռուբեն Վարդանյանի տադական գործով պաշտոնական կանգատ ներկայացուցած է մարդու իրավունքներու եվրոպական ադյանին։ Սահակյան նշեց, որ կանգադին մեջ ներկայացված են մարդու իրավունքներու եվրոպական ուխտին 8 հոդվածներու խախտումներ, համապատասխան իրավական եւ փաստական հիմնավորումներով։ Դեղին է նշել, որ Վարդանյանի պաշտպան փաստաբանները ի վերջո ցերկ ցկեցին Վարդանյանի թադավճիրը, ինչ որ անհրաժեշտ էր եվրոպական ադյան թիմելու համար։ Զինվորական բարդատիր ծառայություն կատարող 20-ամյա Նարեկ Թորոսյանի թիագը գտնվեցավ թիրքին վրա։ Ըստ շրջան ընող տեղեկություններու, որոնք հաստատված չեն, Նարեկ անձնասպանություն գործած է։ Պաշտպանության նախարարությունը եւ քննչական կոմիտեն ոչ մեկ դեղեցություն կփոխանցեն, թե ինչ է զինվորական ծառայության մեջ գտնված երիտասարդին մահվան պատճառը։ Սակայն քննչական կոմիտեն հաղորդեց, որ երկու զինվորներ գալանավորված են եւ անոնց դեմ քրեական հետապնդում հարուցված է, անզգուշորեն անձնասպանության հասցնելու մեղադրանքով։ Դեղին է նշել, որ ընթացիկ տարվան ընթացքին 8-րդ մահն է, որ գարցանակրվի փանագին մեջ։ Միացյալ Նահանգներու ներկայացուցիչներու դան արտաքին գործերու հանձնախումբը Ադրբեջանի գոչրավ ազատ արձակելու Բաքուի մեջ արգելափակված պատերազմական հայ քերիները։ Հանձնախումբը 44 թեր եւ 7 թեմ քվեներով գոմ քվեարկեց Ադրբեջանի գոչնելու առաջարկին, փոփոխության ենթարկելով HR 9087 օրենքը, որ կվերապերի ներկայացուցիչներու դան դիվանագիտական ծառայության։ Փոփոխությունը, որուն զորակցեցավ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը, ներկայացվեցավ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբի փոխնախագահ Բրեդ Շերմանի եւ հանձնախումբի նախագահ Բրայան Մաստի աջակցությամբ։ Շերման նշեց, թե հբարդ է, որ Կոնգրեսին մեջ պաշտոնապես հայտնած է իր թիրքորոշումը, շեշտելով, որ պիտի շարունակե պայքարիլ Ադրբեջանի կողմէ անօրինական եւ անարդարացիորեն բանդարգված խոշտանգումներու եւ բռնություններու ենթարկվող հայերու ազատ արձակման համար։ Իր գարկին Ամերիկայի հայտարարի հանձնախումբի գործադիր տնօրեն Արամ Համբարյան հայտնեց, որ Ադրբեջանի կողմէ հայ բադանտներու ազատ արձակումը, Արցախայության ապահով վերադարձը եւ Հայաստանի տարածքեն ադրբեջանական ուժերու հերացումը խաղաղության նախապայմաններ են, որոնք ենթակա չեն քննարկման։ Հայ ժողովրդին ազատագրական պայքարի տարեկրության մեջ 25 հուլիս 1897-ին կազմակերպված եւ գործադրված Խանասորի արշավանքի նպատակն էր պատժել Մազրիկ ցեղախումբը, որ ահու սարսափի մատնած էր Վանի շրջանի հայությունը։ Խանասորի արշավանքը եղավ հայկական մարտունակ ոգին բնական արտահայտությունը։ Հուլիս ամիսը նաեւ կհատկանշվի Լիզբոնի 5-ին կատարած սխրագործությամբ, որ մերժեց գամայականությունն ու անձնադվությունը պայքարի ու անձնազոհության օրինակ դառնալով։ Հարգելի ագնտիներ, այսօրվան համար այսքան։ Գալ շաբաթ նոր հաղորդումով կհանդիպինք։